Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ցեզի սիրելի արազատներ, բարիրույս ձեր բոլորին։ Հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Ակահությունը ահավոր բան է սիրելիներ։ Եթե երկրիմը pedagogan մարդիկը ակահ լան, հայրենիք մը գքանտվի։ Եթե եկեղեցվո առաջնորդները ակահ լան, հոգիներ գքանտվին։ Եթե անցմը ընտանիքի հայրմը ակահ լա, ընտանիքը գքանտվի։ Այլ խոսքով ակահությունը սիրելներ անեծք է, որ մարդս կքանտե։ Լսեցեք հետևյալ պատմությունը։ Ժամանակին երեք ընկերներ անկորձեին քյուղի մեջ։ Գորոշեն միասնապար ջամփայելել թեպի քաղաք, որպես այնտեղ կորց գտնեն ու աշխատին։ Իրենց ջամփան պետք է հադեր անդարին մեջ են։ Հետևաբար անդարին մեջ են քալած ժամանակ հանգարց իրենց աչքին լուսավոր փայլկը գծակի կետնեն։ Գվազեն գմոդենան եւ ինչ տեսնեն ոսկի մեծ գդորմը գուրախանան գծնձան գարնեն այդ ոսկին եւ գշարունակեն իրեն ջամփան թեպի քաղաք որբեսի ձախեն վաճառեն այդ ոսկին եւ գումարը բաժնվին բայց այնքան քալած էին այնքան բարդասած էին հոգնած էին որով անոթի էին երեք ընկերներեն մեկը գսե ընկերներ դուք այստեղ մնացեք ես քաղաք երթամ ցեզի ջաշ բերեմ ուդենք եւ շարունակենք կհամաձայնին այս երդասարտը երբ երթա ուդելիք ջարելու հանգարց իր մտքին մեջ չար խորուրդ մը գհղանա գորոշե ջաշը թույնով բադել մտածելով որ թունավորեմ ընկերներս գմերնին երկուքը եւ այդ ոսկի մեծ գդորը ինձի կմնա ես կհարստանամ եւ իսկապես ալ երբ ջաշը գքնե գթունավորե թույն գտնե այդ ջաշի մեջ մյուս կողմը սակայն անդարին մեջ մնացող երկու ընկերները անոնքալ չար խորուրդ կունենան եւ իրարու հետ խոսելով գհամացայնին ու գսեն եկուր սպանենք մեր ընկերը եւ այս ոսկի մեծ գդորը գիսենք գեսը քեզի գես ինձի երբ ընկերնին գվերաթարնա ջաշի իր ցերկը բռնած այս երկու երդասարտները իրենց ընկերոջ վրա գարցակին եւ գսպանեն զայն եւ քանի որ անոթի էին փերված ջաշը գուդեն եւ իրենք հալ գմերնին եւ այդ պիսով այդ ոսկի գդորը ովև մեգուն չի մնար սիրելի քույրեր եղբայրներ ահավոր բան է արձատասիրությունը մարդիկ դժբախտաբար արձատասիրությամբ ակահ ըլլալով իրենց ընտանիքի անդամներ ծախած են ընկերը ընկերոջ կծախե ընտանիքի անդամ կծախե ահավոր բան է անիկա սիրելիներ անոր համար սուրբ գիրքը արձատասիրությունը կամ ակահությունը գգոչե գրաբաշխություն տեսեք ինչ կսե սիրելիներ Արագած գիրքը ակահության մասին կգարտամ ցեզի Արագած գրքի առաջին գլխու 19-րդ համարը ամեն ակահի ջամփաները այսպես են ակահությունը իրեն անցնադուր եղողները գմերցնե լսեցիք ակահությունը իրեն անցնադուր եղողները գմերցնե ով որ սիրելներ ակահության ախտեն գբռնվի ինքզին կսպաննե Դարձյալ Արագած գրքի 15-րդ գլխու 27-րդ համարի մեջ կսվի ակահության անցնադուր եղողը իր դունը խռովության մեջ կցկե իր դունը խռովության մեջ կցկե դակն ու վրա գլա դունը իսկ Պողոս Սարաքյալ առաջին Դիմոթեոսի նամակի 6-րդ գլխու 9-րդ համարի մեջ կսե բայց անոնք որոնք հարստանալ գուզեն
գինան փորձության ու թագարթի մեջ եւ գբրնվին շատ անմիտ ու վնասագար ցանկություններով, որոնք մահվան եւ գորուստի մեջ գկլորեն մարտիկը։ Այո, սիրելներ, մահվան եւ գորուստի մեջ գկլորեն մարտիկը։ Եկեք սիրելի եղբայրներ եւ քույրեր, ակահության այս ախտեն հերանանք, արմադախիլ ենք մեր մեջ են, որովհետև ով որ ակահ է, չի գրնար ճշմարիտ ընկեր լալ, ով որ ակահ է, երկրի վնաս կբերե, եկեղեցվո սպառնալիք կդառնա, ընկերության ձանձր հարվածներ կբերե, որքան կարևոր է սիրելներ դիրոճմով առաքինի կյանք ապրիլ, փոխվիլ։ Տեսեք այս երեք ընկերները, որոնք նույն վիճակին մատնված էին, անկորձ վիճակի, եւ որոնք սիրելներ որոշեցին ջամփա ելնել, մեկ այդ ոսկի գդորը իրենց մեջ չար մտածումներ բերավ։ Քննենք մենք մեզ, քննենք դեսելու համար սիրելներ, ինչ տեսակի հոգի ունենք մենք։ Դեր Հիսուս կսե բարեգործ եղեք, քթած եղեք, ինչպես ծեր երկնավոր հայրը քթած է։ Իսկապես քթած կյանքով գաբրինք, իսկապես բարեգործ կյանքով գաբրինք, թե ոչ ակահությամբ գաբրինք։ Եթե ակահությամբ գաբրինք, պիտի գործանենք, եթե բարեգործությամբ գաբրինք, պիտի օրհնվենք։ Աստված ձեզ առադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ օր ձեր բոլորին։